Իմ ստեղծագործության հիմնական աղբյուրը ֆանտազիան է։ Այն խորհրդանիշների, զգացողությունների և կերպարների աշխարհ է, կապված բնության հետ։ Սա քանդակագործ, մոնումենտալիստ, գծանկարիչ Արա Արմենի Հարությունյանի խոսքերն են։ Արա Հարությունյանը ծնվել է 1928 թվականի մարտի 28-ին Երևանում, երաժշտի ընտանիքում։ Նա հանդիսանում է Հայաստանի ամենաբարձր «Մայր Հայաստան» հուշարձանի հեղինակը։ Ընդհանուր բարձրությունը 54 մետր է։ Հայտնի աշխատանքներից են նրա նաև Սայաթ-Նովայի հուշաղբյուրը, Կոմիտասի հուշարձանը և Կոմիտասի մահարձանը։ Արա Հարությունյանն առաջիններից է Հայաստանում ստեղծել քանդակագործության ճարտարապետության տարածական համալիրներ։ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի քանդակահամալիրը 1966 թվականին, ինչպես նաև Գաբրիել Սունդուկյանի հուշարձանը 1972 թվականին։ Իսկ 1968 թվականին նա ստեղծել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը, որը տուֆից և բազալտից է։ Արա Հարությունյանը նաև հեղինակ է հասարակական շենքերի, թեմատիկ կոմպոզիցիաներով ներքին և արտաքին քանդակազարդումների, ինչպիսիք են Էրեբունի թանգարանի հարավային Առյուծի որս և հյուսիսային Խալդ Աստված ճակատները, Երևանի գինու կոմբինատի հյուսիսային ճակատը։ Նա նաև 40-ից ավելի հուշահամալիրների, քանդակագործաճարտարապետական համալիրների, հուշարձանների, մոնումենտների հեղինակ է, որոնք գտնվում են Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, Ֆիլիպիններում և այլուր։ Արա Հարությունյանը եղել է նաև հաստոցային քանդակի և գրաֆիկայի գծանկարչության մեծ վարպետ։ Նա 1955 թվականին դարձել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, իսկ 1964 թվականից ՀԽՍՀ նկարիչների միության նախագահության անդամ։ 1977 թվականից վարչության անդամ, նույն թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական նկարչի կոչմանը։ 1988 թվականին ընտրվել է ՀԽՍՀՄ և Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ և ստացել է պրոֆեսորի կոչում։ Վարպետը կյանքից հեռացել է 1999 թվականի փետրվարի 28-ին։